Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք քաղցրի տեսակ, որը շատերի դունը կարող է հայտնի լինի։ Այսօրվա պատրաստելիքնից lazy cake է, այսինքն ձույլ դորտ։ Անունը դենց է, որովհետև ինքը շատ հեշտ ձևով է պատրաստվում, արագ է պատրաստվում, իսկ ես հատուկ ձևով եմ պատրաստում, բայց շատ հասանելի ու շատ հեշտ ու պաղաթիչները այսքանը։ Այսօրվա պաղադրատոմսի համար մեզ պետք է 3 ճաշի գդալ շաքարավազ, 4 ճաշի գդալ կակաոյի փոշի, 2 բաժակ գաթ, 4 ճաշի գդալ գարակ, 200 գրամ հարելու սերուցք, 200 գրամ սև շոկոլադ, 80 գրամ կաթնային շոկոլադ, 700 գրամ տխված կապլիտ։ Իսկ ոնց ենք սկսում, այսպիսի տխված կապլիտներ պետք է շուկայից վերցրեք, ինչքան բարակ լինեն իրականում այնքան լավ, բայց հայկական շուկայում մի քիչ ավելի հաստ են, բայց օքեյ է, կամ նորմալ է։ Հիմա այսի պետք է փշրենք, բայց մինչև փշրելիս ես ուզում եմ մեր շոկոլան կամ դուրմը պատրաստենք, ու երբ որ էդի պատրաստել է, արդեն իրան կճզմենք։ Դե իհարկե մարանիգի շաքարավազն ենք օգտագործելու։ 3 ճաշի գդալ եմ ավելացնելու, մեր գաթը արդեն ինքը պիտի սկսի երալու, ես ավելացնելու եմ շաքարը և կակաո։ 1, 2, 3։ Հիմա ավելացում ենք կակաո, 1, 2, 3, 4։ Հիմա արդեն լավ խառնում ենք։ Սպասում ենք համասեր զանգված դառնա, արդեն ավելացնելու ենք կարակը և dark chocolate-ը կամ մուգ շոկոլան։ Բայց անընդհատ պետք է խառնենք։ Մինչև որ մեր շոկոլան սկսի երալու, ես կարամ մեր քուքիները կամ տխված կապլիտները մարացնել։ Այսպես մարացնում ենք։ Իրականում պետք չունենք շատ փշրելու, ուղղակի իրենք մեծ կտորներ պետք է լինեն, որովհետև երբ որ ամեն ինչ իրար հետ ամուսնացնենք, այսինքն սոսը և թխված կապլիտները, իրենք արդեն կպատվին շոկոլայով, իսկ քուքիի մասերը մնում են արյանցին։ Ես շատ էի սիրում, մանկությանս մամաս միշտ պատրաստում էր ու ինչն էր հետաքրքիրը, որ համբերություն է սովորացնում այս քաղցրը քեզ, որովհետև ինքը արվում է, հետո դնում են սառցախցիկում, պետք է բաղի, փռնե, հետո ուտես։ Այսինքն ինքը պատրաստում են ու դու հոտերը առնում ես ու սիրտը թալվում է, բայց ասում են հիմա չես կարող ուտես, ես պետք է ամրանա, բաղի, հետո ուտես։ Այս համովությունը պատրաստելուց ես վստահ եմ համով ջաշ պատրաստած կլա մեր տանտիկինը կամ դան ինչ-որ անդամ, որ համով է պատրաստում և կարող է և հավով ինչ-որ պատրաստած ջաշ ունենա, որը մենք արդեն ամեն օր պատրաստում ենք մի նոր համովություն, լիքը մենք պաղաթատոմսեր ունենք հավով և մենք պատրաստում ենք զանգեզուրի հավով, որովհետև բնական, էկոլոգիապես մաքուր, շատ լավ որակի հավեր են։ Դուք էլ գուզեք երևի տենց տնական հավով պատրաստել և համովություն վայելել ձեր ընտանիքի հետ ու հետո այսպիսի քաղցր ուտելիք։ Կարող եք գնալ բարույր սևակ 92-6 և վերցնել ձեր ցանկացած տեսականին։ Կամ կարող եք և զանգահարել, իրենք առաքում ունեն ամեն տեղ։ Իրականում ես մի քանի հատ ուզում եմ ստեղ թողեմ, որովհետև հետո մոդելի համար պետք է փշրեմ, այսինքն դեկորացիայի համար կամ դիզայնի համար, ու էսի լավ է։ Ուրեմն, մեր շոկոլան արդեն լավ է, կարող ենք կարակը ավելացնել։ Եվ մի հատ dark chocolate, այսինքն մուգ շոկոլա։ Լավ խառնում ենք, մի քիչ կարող ենք ցածացնել։ Անընդհատ պետք է խառնենք։
Արդեն մեր շոկոլադան պատրաստ է։ Դե ինձ սիրելիներս, այսպիսի ափսե ենք բերում։ Ես ուզում եմ ցերնոց դնել, քանի որ հիմա պետքա թխվածքա բլիթները եւ շոկոլադան իրար միացնենք։ Իսկ հիմա շոկոլադ կամ դուրմը։ Մի հատ խառնում եմ։ Մի քիչ պետք է բաղեր, բայց Թակ է։ Դե ինձ սիրելիներս, հիմա ուզում եմ այսպես դնել, որպեսզի փաթաթենք։ Հետո ուղարկենք սարցախցիկ, որպեսզի ինքը բնտանա, ամրանա եւ բաղի, ու հետո արդեն կհանենք եւ վրայի կանաշը կանենք։ Երկու մասի եմ բաժանում։ Մի քիչ կլորացնում ենք։ Ծայրերը պետք է չհասնենք, որով փակելու ենք ծայրերից։ Իսկ հիմա պետք է մի հատ կողքերից այսպես անենք։ Ու սկսենք փաթաթել։ Հիմա մույսը մի հատ կողքերից անում ենք։ Փաթաթում ենք։ Դե ինձ սիրելիներս, արդեն պատրաստ են, ուղարկենք սարցախցիկ, այսպես փաթաթված, մի հատ էլ ձեռքով կանենք, որպեսզի երբ դուրս գա, ինքը լինի սիմետրիկ եւ անուշիկ։ Մի խոսքով համաչափ lazy cake-եր ունենք, այսինքն ձույլ դորտիկներ։ Գնանք դնենք սարցախցիկ ու հետ վերադառնանք։ Դե ինձ սիրելիներս, հիմա արդեն վրայի շոկոլադան կամ դուրմը կամ գլազուրը կամ կարող ենք ասել կանաշը պետքա պատրաստենք։ Ըստեղ գա սերուցքը, պետքա տնեմ։ Լավ խառնեմ։ Ու արդեն ավելացնենք շոկոլաները։ Ըստեղ ունենք մուկ շոկոլադ եւ կաթնային շոկոլադ, երկուսն էլ ավելացնելու ենք։ Ինչքան փոքր ենք, այնքան լավ։ Եվ հիմա մուկ շոկոլան։ Դան պայմաններում, այսինքն դենց անհրաժեշտ չէ, ես գիտեմ շատերը, որ վրայի շոկոլան չեն անում, կամ գլազուրը ասենք, կամ այդ որ թափում է, բայց ավելի սենց հետաքրքիր տեսք է տալիս, մանավանդ եթե հյուրերի կամ ինչ-որ խնամիների պետքա հյուրասիրեք, չնայած խնամիներին lazy cake չենք անում, գիտեմ, բայց մեկ-մեկ լինում է, որ ուզում են կամ ինչ-որ ծեր հարցը կամ ծեր փեսային սիրտը ուզում է, պետքա չմերժեք, ավելի լավ է անեք այդ գլազուրով։ Ահա, հիմա լավ խառնում եմ ու թողում եմ հալի։ Արդեն տեսնում եք շոկոլաները սկսում են հալելու։ Միշտ խառնում ենք, չենք կանգնում, մեջը որ ստանանք շատ
ճիշտ խդություն։ Նայեք արդեն քույնն էլ է փոխում։ Տեսակ։ Նայեք քույնը։ Արդեն պատրաստ է։ Անհամբերեմ բերենք սառցախցիկից ու իրա վրա ավելացնենք։ Դե ինձ սիրելիներս, մեր lazy cake-ը, այսինքն ձույլ տորտը պատրաստ է։ Իհարկե մենք 2 հատ դրենք ֆրեզերը, սառցախցիկը, բայց բերենք 1 հատ, որովհետև մենք չդիմացանք եւ երբ որ պատրաստ էր, մի հատ նվիրեցինք մեր գործընկերներին։ Իսկ մույսի հիմա արդեն իրար հետ կփացենք։ Շատ հեշտությամբ դուրս է գալիս։ Մենք արդեն ստացել ենք մեր դորտիկը, բայց եթե հիշում եք, իրա վրայի կանաշը պետք է անեինք։ Մեր շոկոլան կամ դուրմը պատրաստ է։ Իսկ այստեղ ես բսկուիտը ուզում եմ լավ ջզմեմ։ Տխված կապլիտը։ Հիմա մի քիչ այս բշրդուկեն կավելացնենք։ Եվ այսօրվա մեր ձույլ տորտը պատրաստ է, դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, արդեն պետք է կտրատենք եւ վայելենք։ Ավլա։ Եվ հիմա մենք անհամբեր ենք փորձենք։ Բայց ես էսի ուտելուց հետո երևի շատ կծարավնամ եւ կխնդրեմ, որ իմ ընկերները ինձ տան մի հատ համով սիլիչուր, որ ես վայելեմ այս քաղցրությունը մի հատ համով ջուրով։ Ինչա կարծիքնիդ։ Գդակ ինձ սիլիչուր։ Այո։ Եվ մենք հասել ենք այդ պահը, որ մենք շատ ենք սիրում, ես շատ եմ սիրում, իմ ընկերները շատ են սիրում եւ դուք։ Հիմա ուզում եմ համդեսեմ եւ գնամ հիշողություններով իմ մանկություն եւ հալվեմ։ Դուք պատկերացնում եք, որ շատ բարձ բաղաչինչներով ստացել ենք մի հատ համովություն, կոմֆորտ, հանգստավետ համ, ոչ շատ քաղցր, ոչ շատ ուժեղ համ, ուղղակի իդեալական։ Նամանավանդ էսի ամառն էլ շատ լավ կլինի, սենց սառը կհանենք, պաղի պես կուտենք, բայց ծմերն էլ կարելի է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք այս համովությունը, շատ հեշտ է պատրաստվում, տեսել եք եւ չզարմանաք դուք էլ, որ 2 հատ պատրաստեք, հետո քաք, որ մի հատը բիտ կդրեք, մի հատը գերած դինեն։ Քանի որ շատ համով է, կատակ եմ անում։ Լավ։ Մեկ հատ ուտեմ։ Շատ համով է։ Անպայման պատրաստեք, դուք էլ վայելեք, իսկ մենք վաղ կհանդիպենք ժամը 9-ին եւ ժամը 17:00 Կետրոն TV եթերում։ Չմոռանաք հետևել մեր էջերին, Համիկ Ախնիկ, Facebook եւ Instagram եւ իհարկե բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, որպեսզի պատճտոնեք ոչ մի համով բաղադրատոմս։ Stay tuned.